Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քոչարյան, ես մի քանի հարց ունեմ, որոնք բխում են հազարավոր սյունեցիների մտահոգություններից, բայց մինչև հարցերս ձեզ ուղղելը կուզենայի տեղեկացնել, որ Սյունիքի բնակչության մի ստվար հատվածը ձեզ հիշում է բացառապես դրականորեն։ Ես մի քանի իրադարձություն եմ ուզում հիշեցնել։ Առաջինը մենք չենք մոռացել, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կառուցվեց Կապանը ծավով Մեղրիին կապող այլընտրանքային ճանապարհը, որի կարևորությունը մենք զգացինք հատկապես Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։ Դուք քանիցս այցելել եք եւ այդ ճանապարհի կառուցումը անմիջապես համակարգել եք։ Այնուհետև ձեր պաշտոնավարման ընթացքում Գորիս քաղաքը եւ շրջանի գյուղերի մեծ մասը ապահովեցին հիմնովին, ապահովեցին խմելու ջրով, ընդ որում պատմության մեջ առաջին անգամ։ Այնուհետև ես հիշում եմ, երբ որ 2000-ականների սկզբին մի քանի ամիս, եթե ոչ մեկ տարի, հարկադիր պարապուրտի մեջ էր Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատը եւ ձեր միջամտությամբ լուսահոգի Մաքսիմ Հակոբյանի միջոցով դուք կարողացաք վերականգնել Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի գործունեությունը եւ մոտ 1000 հանքագործ վերադարձավ հիմնական կայուն աշխատանքի։ Եվ ուզում եմ նաեւ շեշտեմ, որ հենց ձեր պաշտոնավարման օրոք մեր մարզի բնակչությունը հասավ 160 եւ ավելի հազարի, որը դարձյալ աննախադեպ էր ժողովրդագրական տեսակետից։ Եվ նման մի շարք իրադարձություններ, որոնք մենք սյունեցիներս չենք մոռացել ու չենք էլ մոռանա, որտեղ դրանք իսկապես պատմական իրադարձություններ են Սյունիքի նորագույն շրջանի պատմության մեջ։ Եվ դա ոչ միայն ես հիշում եմ հենց այնպես ինքնանպատակ ձևով, այլ այդ ամենը թույլ են տալիս ասելու, որ դուք լավագույնս եք պատկերացնում Սյունիքի հիմնախնդիրները եւ կարեւորում եք Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով ես կուզենայի ձեզ մի քանի հարց ուղղել։ Առաջին հարցը ես պիտի հետեւյալ ձևով ձևակերպեմ։ Ես կուզենայի ձեր քաղաքական ուժի եւ անձամբ ձեր պատասխանը Թրամփի ուղի կամ թրիփ կամ ինչպես Իլհամ Ալիևն է ասում Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Բազմաթիվ հարցեր կան, բնականաբար ձևաչափը թույլ չտա, որ ես կոնկրետ նշեմ այն հարցերը, որոնք մեզ մտահոգում են, եթե հարկ լինի կարող եմ ասել, բայց մի բան ստույգ կարող եմ հայտարարել, որ այն ինչ որ մեզ առաջարկում են իշխանական լրատվամիջոցների իշխանության ներկայացուցիչները, մենք համաձայն չենք այդ ներկայացվող տեսակետի հետ, որովհետև կրկնում եմ, բազմաթիվ անորոշություններ կա, բազմաթիվ։ Ուրեմն նույնիսկ մինչև հիմա օգոստոսից մինչև հիմա գրեթե 1 տարի անցել, բայց որևէ մեկը իշխանությունից մեզ չի կարողանում պատասխանել պարզագույն հարցին, ինչ պարամետրեր է ունենալու թրիփը։ Դուք տեսաք, որ Արաքս գետից մինչև Մեղրի քաղաքի, ասենք, հիվանդանոցի շենքը մի քանի մետր է։ Եթե իրենց խոստացած տրանսպորտային ուղին, երկաթուղային ուղին, մյուս ուղիները հաղորդակցության կառուցեն, ապա Մեղրի քաղաքը պետք է արդեն Ագարակի հետ միասին չլինի։ Դրա փոխարեն մենք թուրքական եւ ադրբեջանական քարտեզներում տեսնում ենք ամբողջ Սյունիքի մարզի վրա գրված է Զանգեզուրի միջանցք։ Եվ նման մի շարք հարցեր կա։ Հարցերից մեկն էլ, որ Սյունիքում բավականին ակտիվ քննարկում են, հետեւյալն է։ Մեր հայրենի տունը, մեր երկրամասը 49 գումարած 49 տարով տրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երրորդ մի պետության տալու պայմանով, թեև կարելի է ենթադրել ում են տալու, եւ սյունեցիներից, տեղաբնակներից չեն հարցնում, կարելի է տալ թե չէ, թեև մեր սահմանադրությամբ նախատեսված է հանրաքվե, տեղական հանրաքվե։ Մի խոսքով, այսպիսի բազմաթիվ հարցեր եւ մեզ համար շատ կարեւոր է անձամբ ձեր եւ ձեր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը Թրամփի ուղու վերաբերյալ։ Ուղղակի երկու խոսքով դուք թվարկեցիք մի քանի ծրագրեր, որոնք այստեղ իրականացվել են եւ իսկապես Ագարակի կոմբինատը սկսեց աշխատել հենց այդ տարիներին եւ Մեղրիում աշխատատեղերի առումով պատկերը իսկ փոխվեց։
փոխվեց։ Ես ուրախ եմ, որ մինչ այսօր աշխատում է, սեփականատերը ինչքան հասկանում եմ փոխվել է, բայց այնուամենայնիվ կոմբինատը աշխատում է։ Մի քիչ ծավալները ոնց որ նվազել են, բայց սա միգուցե ժամանակավոր բնույթ է կրում։ Հիմա հիմնական հարցը տրիպը։ Մոտեցումը մեր հետևյալն է։ Այս մոդելով, որը առաջարկված է, ինքը Հայաստանի Հանրապետությանը գրեթե ոչինչ չի տալիս։ Գրեթե ոչինչ։ Ուրեմն տրիպը Հայաստանին ինչ որ բան տալու համար պետք է երաշխավորված լինի, որ այդ երկաթուղին հասնելու է մինչև Երասխ։ Այդ համաձայնագրի մեջ, այդ փաստաթղթի մեջ չկա նման բան։ Կա ընդհանուր հայտարարություններ բոլոր կոմունիկացիաների բանի վերաբերյալ։ Իմ ձևակերպումը հետևյալն է. տրիպը Միացյալ Նահանգների ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Իմ ձևակերպումը սա է։ Ես չեմ տեսնում նաև Միացյալ Նահանգների ուղիղ շահերը այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանք։ Սա հիմնական ոնց որ Միացյալ Նահանգների շահն է։ Այդ տեսանկյունից սա պրոբլեմային է։ Հատկապես եթե Հայաստանի բաժնեմասը այս ծրագրում ընդամենը 26%-ը 42 կիլոմետրանոց հատվածից տրանզիտային մուտքերը 26%-ը փող չի ընդհանրապես։ Ընդհանրապես։ Որը մոտեցումը հետևյալն է։ Կամ տրիպը ընդլայնել, մեծացնել մասշտաբը, ես տեսնում եմ նաև առաջարկը հետևյալն է, հասնել մինչև Երասխ, այդ դեպքում երաշխավորված կլինի ամբողջ ծրագիրը, եւ իհարկե դա չի կարող լինել միայն Միացյալ Նահանգների ներկայացումը։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ լրջագույն խնդիրներ ունենալու ենք։ Ես չեմ կասկածում։ Ուրեմն կամ պետք է այդ ծրագիրը համալրվի այլ պետություններով, որոնց նկատմամբ Իրանի վստահությունը կա, եթե չի համալրվում, ապա խնդրահարույց ծրագիրը զուտ աշխարհական շահերի բախման առումով։ Դե պարոն նախագահ, ներողություն, դե նաև կա մի մեծ սուտ, որ իբր դա նպատակ ունի Ադրբեջանի արևմտյան շրջանները Զանգելանի տարածքից ասենք կապել Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, բայց մենք նայեք, կա մեկ այլ տարբերակ։ Ճանապարհը կառուցել, երկաթուղին կառուցել մեր միջոցներով եւ որպես sense կապող ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջևանի կարող է հանգիստ աշխատել առանց աշխարհակահաղական կոմպոնենտի։ Գումարները մեծ չեն այստեղ եւ Հայաստանի Հանրապետությունը շատ հանգիստ վիճակի է դա անել։ Ինձ մտահոգում է հետևյալը, որ այդ ծրագիրը անպայման լարվածություն է ստեղծելու Հայաստանի եւ Իրանի միջև։ Չի կարող այդ լարվածությունը չլինել։ որ իրավունք մենք չունենք։ Նայեք, վերջի իրադարձությունները այսօր ըստ էության Միացյալ Նահանգները պատերազմի մեջ են Իրանի հետ։ Եվ այն ինչ արել են Միացյալ Նահանգները բանակցային գործընթացի ժամանակ ռմբակոծել, սպանել առաջնորդին հոգևոր եւ երկրի առաջի դեմքին սպանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, սա չի կարող հետքեր չթողել։ Եվ հատկապես նայեք, թե ինչ ասիմետրիկ պատասխան է տվել Իրանը։ Ով էր մտածում 3 ամիս առաջ, որ Իրանը կարող է հարվածել Միացյալ Էմիրություններին, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, իրենք զգացին, որ նպատակը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեժիմի փոփոխությունն է, իսլամական հանրապետության իության փոփոխությունն է։ Սա իրենք համարեցին, ասենց գոյաբանական, այսպես, պայքար եւ գնացին ասիմետրիկ պատասխանների։ Ոչ ոք չէր, օրինակ ինձ համար սա ասենց ասեմ, մտածում է, որ դա ասիմետրիկ հնարավորություն ունի դա անելու, բայց կհամարձակվի թե ոչ, ասենց մեծ հարցական է։ Միացյալ Նահանգներում, օրինակ Վաշինգտոնում ոչ մի վերլուծաբան այդպիսի տարբերակ չի էլ քննարկել, չեն մտածել, բայց Իրանը արեց։ Հիմա որտեղ են երաշխիքները, որ Իրանը համապատասխան ձևով չի արձագանքելու։
ինչ է կարող անել, ուղղակի փակել սահմանը։ Կարող է չէ, հենց ամերիկացիք հայտնում են այստեղ, փակում է սահմանը։ Ասում են ստոպ, այլևս դուք մեզ չեք հետևում։ Հետաքրքիր չեք մեզ։ Վերեմ թվեր Հայաստանի եւ Իրանի արտաքին առևտրի ծավալներում Հայաստանի հետ առևտուրը ձեր կարծիքով քանի տոկոս է անում։ Մոտարապես 0.2-0.3 մոտարապես տոկոս։ Իրանում չեն էլ նկատելու։ Ուրեմն պետք է այդքանը հասկանալ, մեզ պետք է այս սահմանը, այո պետք է։ Սա միայն ոչ թե սահմանը եւ հնարավորություն է առևտուր անել Իրանի հետ։ Այս ճանապարհից մենք օգտվում ենք նաեւ առևտուր զարգացնելու համար արաբական էմիրությունների հետ, ծավալը այստեղ բավական մեծ էր եւ ըստ էության սա ելք է դեպի Հնդկական օվկիանոս։ Եվ սա վտանգի տակ դնել sense մեկ ճանապարհի 43 կիլոմետրանոց մի կտորի sense տրանզիտի համար կներեք սա բանալ ողջամտությունը շատ հեռու է։ Նախ միջև տրիպը պետք է բանակցվեր Իրանի հետ, պետք է հասկանալ իրենց մտահոգությունները եւ ինչ կարգի հետևանքներ սա կարող են ունենալ։ Այսօր ղեկավարությունը Իրանում փոխված է։ Ես տեսնում եմ, որ իրենց շահերը պաշտպանելու գործում շատ ավելի վճռական են, քան եղել են։ Շատ ավելի վճռական են։ Եվ Հայաստանի կառավարությունը ուղղակի ականջին օղ պետք է անի մտածելով, թե հարևանիդ հետ դու հարաբերությունները պատրաստ ես փչացնել։